Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ մեր գործընկեր Տիկին Գյուրեղյանը այստեղից հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դեսպանատներին եւ միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են ժողովրդավարության հարցերով, խնդրում էր ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե Հայաստանի Հանրապետությունում ոտնահարվում է ժողովրդավարության սկզբունքները։ Այստեղ ինչն է խնդիր։ Իզուր մի դիմեք Տիկին Գյուրեղյան, որովհետև Հայաստանի Հանրապետության դեսպանատները եւ միջազգային կառույցները հստակ տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կա ժողովրդավարություն եւ այդ ժողովրդավարության համար ջանք ու եռանդ չեն խնայում հենց այս իշխանությունները։ Բոլորովին այլ խնդիր է, որ մենք եւ դուք ժողովրդավարությունը տարբեր կերպ ենք ընկալում։ Մենք ժողովրդավարությունը ընկալում ենք որպես ժողովրդավարություն։ Դուք ժողովրդավարությունը ընկալում եք որպես ամենաթողություն, եւ եթե դուք մեզ մեղադրում եք չափից շատ ձեր կողմից ասած 37 թվի միջոցները կիրառելու մեջ, ապա շատերն էլ մեզ մեղադրում են, որ մենք այսքան ժողովրդավար ենք։ Եվ վերջերս Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ֆորում տեղի ունեցավ, այնտեղ էին նաև քաղաքասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպաններ, որոնք նշեցին, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, որ ժողովրդավարությանը զուգահեռ կա նաև ժողովրդավարության զոհեր եւ Հայաստանի Հանրապետությունում, որքան էլ որ տարօրինակ է, ժողովրդավարության զոհերը մենք ենք։ Ես իհարկե զարմացա, որ այսօր հենց դուք խոսեցիք Գյումրու տխրահռչակ քաղաքապետի մասին, որտեղ ես եթե չեմ սխալվում, ձեր ֆրակցիայում շատ կան Շիրակից պատգամավորներ, ենթադրում եմ, որ նրանք պիտի խոսեին, բայց գուցե նրանք իրենց հետ ավելի ազնիվ են եւ հասկացել են, որ Գյումրու չընտրված քաղաքապետի մասին մեծ առումով խոսելու բան չկա։ Եվ ես երկար մտածել եմ Տիկին Գյուրեղյան ձեր ֆենոմենի մասին եւ հասկացել եմ, որ դուք պարզապես մեր ամենամեծ ֆանատն եք։ Դուք չեք ուզում, որ մենք սխալվենք, ձախողենք, դուք ուզում եք, որ մենք բոլոր աշխատանքները կատարենք ժամկետների մեջ, որովհետեւ այլ դեպքում Հայաստանի Հանրապետության ապագան դառնում է խիստ մշուշոտ եւ մոտավորապես տեղավորվում է միութենական պետության սահմաններում, ինչպես նշել է ձեր թիմի քաղաքական առաջնորդը։ Այսօր ժամը 10-ից ազգային ժողովը վերսկսել է իր Քարորյան եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ոչ մի ինդիմադիր պատգամավոր չի մոտեցել այս ամբիոնին եւ չի դատապարտել Գյումրու չընտրված քաղաքապետի գործելավոճը եւ գործունեությունը։ Ինչ վերաբերում է Մերձավանի դեպքերին, եթե ձեր ֆրակցիան նախորդ անգամ խափելով 5-ի B-ի նման դասից չփախներ, ապա կիմանար, որ մենք ոչ միայն քննադատել ենք եւ դատապարտել ենք Մերձավանի դեպքերը, այլև դատապարտել ենք իրավապահ համակարգի աշխատանքը։ Բայց ավաղ։ Եվ ուրեմն բոլոր նրանք նախկին թե ներկա կլինեն, ովքեր որևէ խնդիր կունենան օրենքի հետ, նրանց մեծ սիրով կայցելեն օրենքի տառին եւ համապատասխան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները եւ Վարդանիկի նման վազքով բոլոր նրանք, ովքեր որ խնդիր ունեն դարձյալ օրենքի հետ, կհայտնվեն իրենց սիրած վայրում։ Եվ արդեն տևական ժամանակ է, մենք այստեղ ավարտում եմ, արդեն տևական ժամանակ է այս դահլիճում մենք արկախված ենք պահում այն հարցը, որ այս քաղաքական ուժերի հոգեզավակ Վարդանիկը հայտարարել էր, որ ով դեմ է միութենական պետությանը, նա սրիկա շան որդի է։ Ես այդպես էլ չլսեցի որևէ մեկից, նրանք համաձայն են սրա հետ, թե ոչ, եւ երեկվանից եւս մեկ հարց, նրանք Վարդանիկին քաղբանտարկյալ համարում են, թե ոչ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։